Ողջույն բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Շարունակում եմ ներկայացնել ամանորյա տոնական բաղադրատոմսեր և այսօր միասին պատրաստում ենք ամենաստացված, ամենահամեղ բաղադրատոմսով կիևյան կոտլետներ։ Միայն խշխշոցը լսեք, դրսից ստացվում են խրխրթան, ներսից հյութալի, կարագը երբեք կոտլետների մեջից դուրս չի գալիս, տապակվելու ընթացքում շատ լավ եփվում են և երբեք ներսը հում չի մնում։ Եթե կիևյան կոտլետներ պատրաստելու մի քանի անհաջող փորձ ունեք, ապա խորհուրդ եմ տալիս պատրաստել հենց այս բաղադրատոմսով, ստացվում է բոլորի մոտ առաջին անգամից։ Այս տարբերակով ստացվում են շատ հյութալի, խրխրթան, արտակարգ համեմված կիևյան կոտլետներ։ Բաղադրատոմսը բավականին մեծ է, այս չափաբաժնով ստացվում է 60 հատ խոշոր կիևյան կոտլետ։ Չնայած որ դեռևս սառցախցիկ չեմ դրել, տեսեք թե որքան լավ են պահպանում իրենց ձևը։ Նման արդյունք ստանալու համար կան մի շարք գաղտնիքներ, որոնք պետք է պարտադիր իմանալ, այդ պատճառով տեսանյութը դիտեք մինչև վերջ, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։ Կոտլետների խյուսի մեջ ալյուր և ձու չենք օգտագործում, դրանք կօգտագործենք կոտլետները պաքսիմապատելու ժամանակ։ Քանի որ մենք հյուրասեր ազգ ենք և ամանորը հատուկ նշանակություն ունի մեզ համար, պատրաստում ենք միանգամից մեծ չափաբաժնով, սա նաև հարմար է մեծ ընտանիքների համար։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 600 գրամ սպիտակ հաց, 1,5 կգ հավի ազդրամիս, 1,5 կգ հավի կրծքամիս, 3 միջին չափի գլուխ սող, համեմ, 700 մլ կաթ և համեմունքներ։ Հավի ազդրամիսը ես գնել եմ արդեն իսկ առանց ոսկորի, հեռացրել եմ կաշին և կրծքամսի հետ միասին լավ լվացել եմ հոսող ջրի տակ, այնուհետև դրել եմ փլավքամիջի մեջ և թողել եմ առնվազն 6 ժամ։ Որպեսզի ստիպված չլինենք կոտլետներ պատրաստելիս ձու և ալյուր օգտագործել, միսը պետք է պարտադիր լավ ջրազրկել, ավելորդ խոնավություն այստեղ մեզ հարկավոր չէ։ Թույլ ֆարշով անհնար է ձևավորել գեղեցիկ կոտլետներ, դրանք իրենց ձևը չեն պահպանելու, քայքայելու եք ձեր նյարդերը և ոչինչ չի ստացվելու, այդ պատճառով միսը դրեք ջրազրկվի առնվազն 6 ժամ, սա պարտադիր պայման է։ Թույլ ֆարշը պնդացնելու համար եթե ալյուր ենք ավելացնում, տապակվելու ընթացքում կոտլետները չորանում են և հյութալի չեն ստացվում։ 1 կգ մսի համար վերցնում ենք 200 գ սպիտակ հին հաց, ինձ մոտ միսը 3 կգ է, ես վերցնում եմ 600 գ հաց և վրան ավելացնում եմ կաթը։ Այսպես սեղմում ենք, որպեսզի հացը ամբողջությամբ թրջվի և մի կողմ ենք դնում։ Կարող եք վերցնել ինչպես սպիտակ, այնպես էլ սև հաց, սև հացով կոտլետները ավելի համեղ են ստացվում, սակայն դրանց գույնը ավելի մուգ է լինում։ Մարացնում ենք հավի կրծքամիսը, ազդրամիսը և սոխը, որպեսզի հեշտ լինի անցկացնել մսաղացով։ Յուրաքանչյուր 1 կգ մսի համար ես վերցրել եմ 1 գլուխ սոխ։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը, հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Հացը, միսը, սոխը և կանաչին անց ենք կացնում մսաղացով։ Պարզապես համի համար աղում ենք մի քանի ճյուղ համեմ, չանհանգստանաք այն այս քանակության մսին կանաչ երանգ չի հաղորդի։ Եթե չեք ցանկանում, կարող եք համեմ չավելացնել։ Տեսեք բարեկամներ, նույնիսկ միսը աղալու ընթացքում ջուր չի արձակում, սա խոսում է նրա մասին, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Հացը սեղմում ենք, հեռացնում ենք ավելորդ կաթը, այնուհետև աղում ենք։ Ֆարշի մեջ սխտոր չենք օգտագործում, որպեսզի ստանանք ավելի նուրբ համ։ Ավելացնում ենք համեմունքները։ Ես օգտագործում եմ վրացական խմելի սունելի համեմունքը, կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ և իհարկե աղ։ Սիրելիներս, դուք կարող եք օգտագործել ձեր նախընտրած համեմունքները, շատերը հենց ֆարշի մեջ ավելացնում են չորացրած կանաչիներ, մասնավորապես չոր ռեհան և ծիտրոն։ 4-ից 5 րոպե ֆարշը մի լավ հունցում ենք, պետք է ստանանք կպչուն զանգված։
Երբ ֆարշը հունցում ենք համեմունքներով, ապա ևս մեկ անգամ անց ենք կացնում մսաղացով, այդ ընթացքում ֆարշը հասունանում է և կոտլետները ավելի լավ են ստացվում։ Տեսեք ինչ կպչուն զանգված ենք ստացել, որը շատ դժվարությամբ է պոկվում սիլիկոնե գդալից։ Այս մսով պատրաստված կոտլետների մեջից երբեք կարագը դուրս չի գալիս, սա բազմիցս փորձված բաղադրատոմս է։ Զինվում ենք համբերությամբ և միսը ևս մեկ անգամ անց ենք կացնում մսաղացով, որը բավականին դժվար պրոցես է։ Թողնում ենք ֆարշը հանգստանա կես ժամ, այնուհետև ձևավորում ենք կոտլետները։ Բարեկամներ, այս բաղադրատոմսով կիևյան կոտլետներ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Ձևավորման համար մեզ անհրաժեշտ է ջուր ձեռքերը թռչելու համար, ալյուր, ձու և պաքսիմատ։ 60 կոտլետներ ձևավորելու համար ես օգտագործել եմ 8 հավկիթ։ Հավկիթների վրա մի փոքր աղ ենք ավելացնում և հարում ենք։ Մեր պատրաստած կոտլետների համը կախված է նաև, թե ինչ տեսակի կարագ ենք օգտագործում, վերցրեք որակյալ կարագ։ Կարագը բաժանում ենք այսպիսի ձողիկների և սկսում ենք ձևավորել։ Որպեսզի երկար ժամանակ չկորցնենք և գործը ավելի շուտ գլուխ գա, բաղադրիչները լցնում ենք մեծ ափսեների մեջ և միանգամից ձևավորում ենք 8-ից 10 կոտլետ։ Ձեռքերը թռչում ենք, վերցնում ենք մեկ լիքը ճաշի գդալ միս, ափի մեջ տարածում ենք, մեջտեղի հատվածում դնում ենք 1 կտոր կարագ և գեղեցիկ փակում ենք, շատ հեշտ է։ Սկզբից թաթախում ենք ալյուրի, այնուհետև ձվի և պաքսիմատի մեջ։ Կարող եք կարագը տրորել սխտորի հետ, ավելացնել մանր կտրտած զամիդ, սառեցնել, այնուհետև դնել մսի մեջ, այդպես էլ շատ լավ է ստացվում։ Այս փուլում ձեռնոցներով աշխատելը շատ դժվար է և հաճախակի անհրաժեշտություն է լինում լվանալ ձեռքերը։ Բարեկամներ, իսկ դուք ինչպես եք պատրաստում կիևյան կոտլետներ, շատ հետաքրքիր է, մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր բաղադրատոմսերը։ Կարագը դնելուց հետո մանրակրկիտ ձևով փակում ենք, բաց տեղ չենք թողնում, անհրաժեշտության դեպքում ընթացքում թռչում ենք ձեռքերը։ Եթե անգամ մի փոքր բաց տեղ է մնում, տապակվելու ընթացքում կարագը դուրս է գալիս և կոտլետները չոր են ստացվում։ Սկզբից թաթախում ենք ալյուրի մեջ, այնուհետև ձվի և պաքսիմատի մեջ, կոտլետները պատրաստ են, կարելի է սառեցնել կամ տապակել անմիջապես։ Պաքսիմա պատելու պրոցեսը բավականին ժամանակ և ջանք է պահանջում, սակայն արդյունքում ստանում ենք կարմրաթույժ, խրխրթան կեղևով կողիկներ։ Որպեսզի ձեռքերը անընդհատ չլվանա, կարող եք մեկ ձեռքով թաթախել ալյուրի մեջ, իսկ մյուս ձեռքով ձվի մեջ։ Այս տեսանյութը ես ձեզ համար նկարել եմ 4 ժամվա ընթացքում, իսկ դուք դիտում եք 10 րոպեում, այնպես որ մի զլացեք և մի հատ լայք դրեք, շատ շնորհակալ կլինեմ։ Սառցախցիկում պահպանման ժամկետը 4-ից 5 ամիս է։ Պաքսիմա պատելուց հետո գեղեցիկ շարում ենք սկուտեղների վրա, որպեսզի հեշտ լինի դնել սառցախցիկ և սառեցնել։ Կողիկների գույնը կախված է նաև, թե ինչ տեսակի պաքսիմատ ենք օգտագործում։ Եթե վերցրել եք սպիտակ հացով պատրաստված պաքսիմատ, տապակելուց հետո կողիկների գույնը բաց է մնում, իսկ եթե վերցրել եք սև հացով պատրաստված պաքսիմատ, դրանց գույնը ավելի մուգ է ստացվում։ Ինչպես նշեցի տեսանյութի սկզբում, այս բաղադրատոմսով ստացվում է 60 հատ մեծ, խոշոր կիևյան կոտլետ։ Տապակի մեջ լցնում ենք առատ բուսայուղ, հասցնում ենք եռման-ջերմաստիճանի և երկու կողմից տապակում ենք կոտլետները մինչև պատրաստ լինելը։ Մատուցում ենք տաք վիճակում թարմ կիտրոնով, բարի ախորժակ։ Սկուտեղներով սառցախցիկ դնելուց հետո, երբ ամբողջությամբ սառել և քարացել են, դնում ենք պոլիէթիլենային տոպրակների մեջ և կրկին պահում ենք սառցախցիկում։
Դե ինչ սիրելիներս, այսօր էլ կիևյան կոտլետներ պատրաստելու նման ընտիր բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք օրհնված։ Բոլորիդ մաղթում եմ ուրախ տոներ։